Նիկոլ Փաշինյանը կառավարությունում էր։ Վարչապետը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է նոր տարվա օրերին արձանագրված հոսանքազրկումներին։ Նա պատասխանատվությունը դրել է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության նախկին ղեկավարության վրա։ Փաշինյանի խոսքով անվանորը մոմի լույսի տակ դիմավորած ընտանիքների կարգավիճակը տարիների ընթացքում կուտակված վատ կառավարման հետևանք է։ Այն փաստը, որ մարդիկ եղել են մարդիկ, որ ամանորի գիշերը անցկացրել են հոսանքազրկված բնակավայրերում, ցույց է տալիս այն կառավարման արդյունքները, որ նախորդիվ շրջանում իրականացվել է Հայաստանի էլեկտրական ցանցերում, եւ այն process-ները, որ վերջին ամիսներին դուք տեսել եք սկսած մայիսից, հենց դրա արդյունք են, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը չեն կատարել իրենց ներդրումային պարտավորությունները եւ մասնավորապես Հայաստանի մարզային բնակավայրերում։ Եվ 6 ամսվա ընթացքում, եթե 6 ամսվա ընթացքի process-ները տեղի չունենային, հոսանքազրկված բնակավայրերի թիվը կլիներ ոչ թե ձեր նշածը, այլ ձեր նշածից 3 անգամ ավել, եւ ես հիմա այդ թվում շատ լուրջ կասկածներ ունեմ, որ այդ ամենը արվում էր երկար ժամանակ Հայաստանում քաղաքական դժգոհություններ գեներացնելու համար, թաքնված լինելով Հայաստանի առանցքային կրիտիկական ենթակառուցվածքներից մեկի թիկունքում։ Եվ այդ թվում Ռոմանոս Պետրոսյանի եւ իր գործընկերների եւ մեր մյուս գործընկերների գործունեության արդյունքում պարզվեց, որ Հայաստանի Հանրապետությունում չկա գոնե մի ընտանիք, որից այս ընթացքում Հայաստանի էլեկտրական ցանցերը նախորդող շրջանում փող չեն գողացել, շատ կոնկրետ։